Արամ մենք շարունակում ենք մեր նկարահանումները Արաբական Միացյալ Էմիրություններում, հենց հիմա կադրում քո հետևում գալիս է տրամվայը Դուբայում եւ մեր հեռուստադիտողներից ովքեր տեղյակ չեն, Հայաստանի Հանրապետությունը եւս ուներ տրամվայ եւ 11 երթուղի կար 1985 թվականին, սակայն 2004 թվականի հունվարի 21-ին վերջնականապես Հայաստանում տրամվայի շահագործումը դադարեցվեց, ռեյսերը հանեցին եւ իր շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի եւ Արամ նրանք մեկնաբանեցին, որ սխալ է, մեջտեղը չի կարելի երթևեկելի գոտու լինի տրամվայ, բայց ինչպես տեսնում ենք նոր կառուցվող քաղաքում մարդիկ առաջինը տրամվայ են մտցրել։ Շնորհակալ եմ հարցի համար, խնդրեմ Արտուր ցույց տվեք Քոչարյանի եթիմին, թող տեսնի թե ոնց է քաղաքի կենտրոնում երթևեկում տրամվայը եւ ամենակարևոր հարցը ստեղ մենք պետք է ֆիքսենք մի բան, որ Քոչարյան Ռոբերտի նման բոմժը, երբ սեփական կատու չունեցող եկավ Երևան զավթեց իշխանությունը, մի բան արեց, դեռ այդ մոլիբդեն, այդ գործարանները դեռ միջ սեփականաշնորհելը, նրանք այն աշճանի չտեսեին, որ գծերը պոկեցին ուղակի, գծերը պոկեցին, հանձնեցին, ծախեցին կերան, իսկ գիտեք այդ էյքաթը, այդ պղինձը, այդ գծերը բոլորը գիտեք որտեղ էին արտահանում հարևան Պարսկաստան եւ այսօր մենք ունենք մի իրականություն, երբ ուղղակի Ռոբերտ Քոչարյանը վաճառելով տրամվայը եւ տրամվայի գծերը ուղղակի մենք մոտ ժամերս կնկարահանենք արդեն թե ինչ ձեռք բերեց նա Երևանի հաշվին, հայի հաշվին ցույց տվեք, խնդրում եմ Արտուր, թող տեսնենք, մենք հեսա հարցերով գնալու ենք եւ նկարահանելու ենք թե այդ գողոնի, այդ Թարանի հաշվին այս մարդիկ այնքան անինքնասեր չմոյեն, որ փոխանակ գոնե Արցախում այդ ներդրումները անեին Արցախը զարգանալ, ինչ Արցախ, եկե հասել են Դուբայ։ Մենք այսօր կներկայացնենք այդ քրչի ունեցածը եւ կներկայացնենք մեր հայրենակիցներին, թե ինչա տեղի ունեցել, թե նրանք ուր են հասել, Ղարաբաղցի կրան կոչված այդ Ալիևի քութիկները Դուբայում իրանց համար ապրում են։ Արամ եւ փոխանակ նոր շարժակազմեր ձեռք բերեին եւ տրամվայը պահեն, ինչպես Ուկրաինայում է, ինչպես Ռուսաստանի Դաշնությունում է եւ նոր երթուղիներ են ավելացնում։ Իրանք ուղղակի ամբողջությամբ քանդեցին եւ ոչնչացրեցին։ Արտուր այդ տրամվի գծերի հաշվին շենքեր են ձեռք բերել։ Քոչարյանի ինչին է Սիուշոն օջիկ Երևանում ապրելու իր լակոտների հետ կամ Քոչարյանի բջերը։ Մարդիկ եկել են ստեղ ներդրում են արել, գույք են ձեռք բերել, թքածում են Հայաստանի ու Արցախի վրա։ Իսկ Արցախի վերջի դեպքերը դուք տեսաք։